եմ մեղավոր քո արցունքների համար։ Պապ։ Այ բալա ջան, թե դու չես ուզում, որ ես այդ բալայանների ցեղը քոքից պոկեմ, վառեմ ու շպրտեմ աշխարհով մեկ մոխիրը տարածեմ, դու ինձ մարդավարի ասա, ինչ արել է դեբիլը։ Պապ ինքը երախուն վերցրեց ու գնաց, ես չկարողացա կանգնեցնել նրան։ Դա քո տեղը որտեղից է իմացել։ Չգիտեմ, պապ, հիմա դա ինչ կարևոր է։ Ինքը երախուն վերցրեց ու ասաց, որ ինձ երախուն էլ չի տալու, որ հանգիստ կարող եմ իրանից բաժանվել։ Արա գլուխը պատովը, կտա պատնել գլխով է, այդ ինքը ով դառավ, որ ինքը քեզ զրկի այդ երախուց։ Ես ինչի մեռել եմ, հա։ Ինքը դա կանի, պապ, ինքը վրեժից դրդված դա կանի։ Այ քեզ բան։ Փոխանակ դու վրեժ լուծես դավաճանության համար, մի բան էլ ինքն է ասում, որ վրեժ կլուծեմ։ Պապ ինքն ինձ ու երախուն տեսավ տանոյի հետ ու դա նրան հասցրեց ծայրահեղության։ Պետք չէր այդ մասին ասել։ Լավ բան չէր դա հասել ծաղկածոր, ինչ չէր ասել այդ մասին ոչինչ։ Պապ դա էլ արդեն կարևոր չի։ Ինձ համար կարևոր է։ Աչքիս երազանքս իրականանում է։ Բալայան ախպերները դուրս են գալի կռվի դաշտ։ Դավայ։ Պապ։ Հա, բալես, ասա։ Պապ, ասա, որ երախուն ինձ կվերադարձնես, որ չես թողի, որ բալայանները նրան ինձնից կողանան։ Քանի ես ողջ եմ ցավդ տանեմ, բալայանները քո երեխուն մոտ չեն գա։ Արդեն եկել եմ, արդեն նրանց մոտ է, պապ։ Դու հիմա որտեղ ես։ Ճանապարհին։ Գալիս եմ երախուս հետևից։ Ո՞ց ես գալիս, ինչով ես գալիս։ Չեմ հասկանում, ինչ ես մենակ ճամփա անգել։ Այ բալամ զանգեիր ես բան կորյունին ուղարկեի։ Ես տանոյի հետ եմ։ Յո։ Տաքսիով ենք գալիս։ Հա, դե եկեք, լավ է, եկեք։ Կորյուն, են երկու ախպեր այդ Կայենն ու Աբելը, որ իրար խփեցին, դրանց ազգանունը ո՞նց էր։ Հա, չգիտես։ Արա, ես ինչ դեբիլ արասա, ոչ մի բան չի իմանում, թե ինչի եմ սրանց անընդհատ զանգում։ Ծաղիկները մոռացաք։ Երևի գնացել էր ժամադրության ու այն լավ ընթացք չէր ունեցել։ Ինչի արդյունքում դու հայտնվեցիր այստեղ։ Դե ինչ, միգուցե ինչ-որ մեկը դեռ քեզ տեր դառնա, ինչ-որ մեկին երջանկացնես։ Ժենի։ Ֆրիկ, ինչ-որ շատ չեն մեր պատահական հանդիպումները պատահական ստացվում։ Քեզ թվում է ես պատահական հայտնվեցի այստեղ։ Բա ուրիշ էլ ինչպես։ Ափսոս չեմ։ Ինչը։ Այդ ծաղիկները, որ ես քո համար մեծ հոգատարությամբ ու մեծ խնամքով ընտրել եմ։ Մի րոպե, ծաղիկները դու ես գնել, բայց ինչ-որ անծանոթ տղա թողեց ու հեռացավ։ Ինչ-որ տղա չէ։ Մեր ընկերը ուղակի ուզեցավ ինձ օգնի, դեմ չեղավ։ Շատ լավն են, մերսի, բայց չհասկացա այսպես վարվելու իմաստը։ Գիտես քանի ժամա քեզ հետևում եմ ու հետո էլ մտքովս անցավ չար խաղ խաղալ քո գլխին։ Բայց ինչի ես հետևում, Ֆրիկ։ Դե որովհետև ինձ հաճելի է հետևել մի մարդու, Ում ինչ։ կուզես երգեմ քեզ համար մի անգամ։ Ոչ, միայն խոսքդ ավարտելուց հետո։ Դե ում հանդեպ առանձնահատուկ զգացմունքներ ունեմ։ Հետո։ Հետո ասում եմ ինչ են էլի այս ծաղիկները, քանի սրտեր են միացրել իրար, քանի բաժանման, սիրո խոստովանության ու վեճերի վկա եղել։ Լավ, արի մենք բաժանումներից ու վեճերից չխոսենք, լավ, որովհետև մեզ մոտ հաշտեցման պրոցեսը։
Ախ, ես ծաղիկները այդ ինչ հրաշքներ են գործում։ Ես սաղ գնացել են։ Հա, գնացել են ամեն մեկի իր գործով։ Իսկ դու տխուր ես։ Կա տես բան տխուր եմ, քեզ չեմ խաբի։ Ասեմ ինչի ես տխուր։ Ինչ եմ տխուր։ Որ Լիլին կարոտել ես։ Հա, կարոտել եմ։ Բայց այդ թող մնա մեր մեջ, դա։ Դրա մեջ ինչ վատ բան կա։ Ամաչում ես։ Չէ, չեմ ամաչում, դա։ Ուղղակի չեմ ուզում, որ ինչ-որ մեկի իմանա։ Լավ չեմ ասի։ Մենակ ասա այսքան ժամանակ ուր ա տանում։ Գնացել է ծաղկածոր քավորի աղջկան տեսնի։ Դա տիշտո։ Յա, biz բոլոր երգերը երգեցինք, հիմա էլ ռուսերենի անցանք։ Իդի զամալ չդա բրատ։ Ստի։ Ինչ կխաղես։ Ես չեմ կարող թողնեմ, որ դու մենակ գնաս իրանց տուն։ Դու որ մենակ գնաս, իրանք քեզ երեխա չեն տա։ Բայց եթե քեզ հետ գնամ, հաստատ ինձ մայրական իրավունքներից կզրկեն։ Արի ուրեմն դու էլ մի գնա։ Ես քեզ տանեմ քավորի մոտ, դուք միասին կգնաք։ Ես էլ իմ հերթին հանգիստ կլինեմ։ Ես ժամանակ եմ կորցնում։ Սպոն հնարավոր է մի այնպիսի տեղ երեխուն պահի, որ ես չգտնեմ նրան։ Քավորին է պետք տեղյակ պահել։ Ես երեխուս տանում եմ, քեզ ջնջեմ կյանքիցս։ Մոռանամ вообще, որ քո նման մի հատ անբարոյական գոյություն ունեցի իմ կյանքում, որին ես սրբացրել եմ։ Շնորհակալ կլինեի, եթե սպանեիր ինձ, քան ասեիր այն ինչ որ ասեցիր։ Ես քեզ համեր կլինեմ, համ էլ մեր տղաս։ Իսկ եմ փչացած մերը թող գնայм բոմժի հետ ընտանիք կազմի, երեխեք ունենա։ Չնայած խաբեցի, մերը տենց անժառանգել կմնա։ Ես այդ բոմժին մորթելու եմ, չեն հասցնելու երեխա ունենան։ Իսկ դու տուն վերադառնալուց ու Սպարտակի տեսակը փոխելուց էիր խոսում քիչ առաջ։ Դու հասկանում ես ինչա կատարվում։ Հասկանում ես քո լակոտը ինչա անում այդ ապորինի։ Դու կարաս ցենը չբարձրացնես։ Բերանց մի փակի։ Չես տեսնում Սպարտակս ինչ վիճակում է։ Երեխուս ընտանիքը քանդվեց ու դա արեց Յուրա քո ապորինի որդին։ Իտո ինչ ես ցենդ գլուխդ գցել է։ Գնա կանգնի դիմացու իրան ասա այդ ամեն ինչը։ Սպարտակի վիճակի համար իր կինն է մեղավոր։ Այդ անշնորհակալի մասին ընդհանրապես մի խոսա, հա չեմ էլ ուզում լսել։ Ես այդ անբարոյականին իմ տանը հարսի կարգավիճակով չեմ էլ ուզում տեսնել, հասկացար։ Մամա, ես տղուս հետ դուս եմ գալ։ Ուր։ Սպարտակ ջան, չեմ ուզում վատ բաների մեջ ընկնես, խնդրում եմ մի գնա էլի։ Ինչքան վատ բան կար մեջ ընկել եմ, մամա ջան, դու մի վախ։ Ես այդ տղային պատրաստ եմ պատար անել իմ ձեռքերով, պատրաստ եմ դրան խեղդել։ Ես вообще խիղճ չունես։ Եթե մի այսքան խիղճ ունես, գոնե ինձ խղճա։ Ես այլևս ոչ ոքի չեմ խղճալու։ Ես կգործեմ միայն տղայի շահերից ելնելով։ Պարզա։ Այդ դու Սպարտակին կդարձնես ավելի դաժան ու հաշվենկատ։ Իմ որդին շատ ու շատ մարդկանց հետ համեմատ ուղակի հրեշտակ է Յուրի Բալայան։ Ինչ որ մեկը քո օրին անգել։ Կարող է մեր հարևանուհինա, գնա դուռը բաց։ Բլա մի բան էլ ինձ ցույց ես տալի, որ տանջվում ես Սպարտակի համար։ Դու ոչ էլ տանջվում ես։ Դեբիլը դուր ասա թող երեխան վերստե։ Դու քեզ հավաքած բայ։ Տղես քեզ երեխա չի տա։ Յուրա, այդ մարդուն էստեղից դուրս շպրտի։ Ես գիտեմ ինչ կանեմ, դու գնա։
Տիկին Ռենա, դու գնա ջուրը խմի ու աշխատի անպայման, որ սառը լինի ջուրը, որ հովանաս։ Իսկ դու Յուրիկ ջան, տղուտ ասա թող երեխուն բերի ստեղ, որովհետև այդ երեխան պետք է մեծանա իմ տանը իր մոր հետ։ Հոր հետ էլ չէր խանգարի, քանի որ մայրը փայլում է անբարոյականությամբ։ Լավ արի, քեզ հասնում եմ։ Վիճոք, ինքը ոչ մի բան էլ չի արել։ Նոր տակտիկա է մշակի, ավելի հավասարակշռված էր։ Տենց էլ եղել է մարդը, որ իր տեսածից հետո դու հիմա ողջ առողջ ու առանց կապտուկների իմ դիմաց կանգնած ես։ Ես չպետք է իրան լսեի ու այդ անասունի հետ մենակ թողնեի։ Արա վատ ես դու տղա ջան։ Արա երբ պետք է սթափվես ու հասկանաս ես կյանքում քո տեղն ու դերը։ Վիճոք, ես չեմ հասկանում, դու հիմա իմ կողմից ես թե Բալայանի։ Արա ոչ քո կողմից եմ, ոչ է Բալայանի։ Ես ճշտի կողմից եմ։ Ու ճիշտ է հիմա դահելադրում է, որ դու պետք է կիլոմետրերով հեռու մնաս Քավորի աղջկանից։ Էլի ես հեռու եմ։ Այդ ո՞նց ես հեռու։ Որ թողում գնում ես Ծաղկաձոր, տենց ես հեռու։ Այն դեպքում, որ մի քանի օր առաջ դու էիր մեզ ասում, եկեք գնանք քաղաք։ Եթե մնայինք, այդ աղջիկը այդ չէր լինի, այն ինչ որ եղել է։ Վիճոք, ես պետք է իրանից ներողություն խնդրեի։ Այ չէր սպասում գար քաղաք, գնացել էի ներողություն խնդրեիր, կամ ինչի համար էի ներողություն խնդրում։ Որովհետև վատ էի պահել ու վիրավորել էի իրան։ Այնպես բաներ էի ասել, որ ինքը հաստատ արժանի չի դրան։ Արա դու տենց էլ չհասկացար, որ այդ աղջիկը քո համար չի, ոչ էլ դու ես իր համար։ Ես չեմ էլ այրվում այդ աղջկա հետ լինելու ցանկությունից։ Ես աշխատում եմ իրան հեռու պահեմ ինչքան կարամ։ Ըստ քեզ ես դեբիլ եմ։ Մերսի, ես դեբիլ եմ։ Դու ուղղակի գնացել էիր այդ աղջկան տեսնելու։ Արա վիճոք, թե ինչի համար եմ ես գալի կիսվում անընդհատ քո հետ, որ դու էլ չեղած ուրախանաս ու ինչ որ բաներ սարքես գլխիս։ Արա չեղած տեղը ո՞րն է։ Դու զգացմունք չունես Էմիլիի հանդեպ։ Այդ բան չի փոխում։ Ես ուրիշի կնոջ ու երեխու հետ գործ չունեմ։ Տանու այդ ամեն ինչը դու հասկանալով շարունակում ես իր հետևից ման գալ։ Ոչ մի իրան հարգող տղա ուրիշի կնոջ հետևից ման չի գալիս։ Թե դուք երբ եք ինձ հասկացել, որ մի հատ էլ հիմա հասկանաք։ Արա իզուր ես տես մտածում։ Ու իզուր ես քեզ մեջ գցում։ Թող Քավորը իր աղջկա խնդիրները լուծի։ Իսկ դու մտածի, թե ինչ պատասխան ես տալու Քավորին։ Քո կարծիքով քո պլանները իրականանում են, հա? Երկու աղբոր իրար դեմ ես հանում։ Ու աղջկատ ես օգտագործում։ Բայց քեզ ասեմ, ուրախությունը շատ կարճ է տևելու։ Ես չեմ թողնելու ոչ Սպարտակիս, ոչ էլ Տանոյիս վնասես։ Արա, բայց ինչ վատ մարդ դուրս եկար դու Յուրիկ, պապայի գերեզման։ Վատ մարդ, վառ երևակայությամբ։ Բայց ես այնքան եմ հոգնել արդեն ձեզնից, այնքան եմ վիրավորված, որ մի վարկյան ավելի չեմ ուզում մնալ այստեղ ու լսել քեզ։ Բան չես վերենգե։ Էլ ռադդ քաշի կանի, վզիստը չեմ բռնի դու շպրտե։ Ախպեր, ես շատ ավելի հանգիստ պայմաններում կարող եմ գնալ, երեխուն տվեք գնամ։ Չկա երեխա։ Այստեղ չի երեխան։ Պարզ չի, չհասկացար։ Դաժե եթե ստեղ լիներ, ես չէի տա։ Այ քեզ երես։ Ես ասենց բան չէի տեսել։ Իսկ Յուրան նրան դուրս շպրտելու փոխարեն երկար բարակ զրուցում է։ Այն ամենից հետո ինչ իր աղջիկը բերեց մեր գլխին, ուրիշը իր փոխարեն մեզնից պետքա փախչեր, որ մեր երեսը չտեսներ։ Այ քեզ բան։ Զանգի Սպարտակին ասա թող երեխուն բերի։ Էլ ռադդ քաշի, հա։ Ախպեր, երեխուն տվեք, ելնեմ գնամ։ Ես չեմ հասկանում, ես դու քեզ զորով գցում ես իմ բերան, հա։ Ուզում ես ես քեզ հոշոտեմ։ Անպատկառ։ Ես իմ անմեղությունը չեմ ապացուցի, չեմ արդարանա ձեր առաջ։ Դու վաղուց էլ անմեղ չես։ Սպարտակ վերադարձու երեխու։ Դուրս արի, ես քեզ դուլ չտվեցի ներս մտնել։ Պապուրա երեխեն։ Այ բանը իզուր ես եկել։ Ինչպես եմ դու կարպիչ վերցրը անբարոյական աղջկա դու գնացեք ստեղից։ Ու շատ արագ։
Ես ամբարոյական մեկին իմ տանը չեմ ցանկանում տեսնել։ Յուրիկ, կնգատ ասա թող բերանը փակ պայի ու աղջկաս չվիրավորի։ Ոչինչ։ Թող վիրավորեն, ինձ համար մեկ է։ Կարևորը ես գիտեմ, որ իմ խիղճն ու հոգին մաքուր է, ու ես բոլոր իրավունքներն ունեմ երախուս ինձ մոտ պահելու համար։ Ոչ մի դեպքում։ Վերցր աղջկատ ու ռադեղեք ստեղից։ Երախուս ինձ մոտ բերեք։ Մի բղավի, հա։ Երեխան այստեղ չի, Սպարտակը տարել է։ Սպարտակը արդեն բերել է իր երեխուն։ Բայց այդ հեչ կարևոր չի։ Ձեզ երեխա չկա տալու, լդավայ մաքրվակ ստեից։ Երախուն ինձ տուր, երեխան իմ կարիքն ունի։ Նա ձեռներդ քեզ քաշում չմոտենաս այս երեխուն։ Բայց ես քեզ կկպնեմ դեբիլ, կարգին խոսա երեխուս հետ։ Մի հատ դավայ մաքրվեք ստեից։ Դուք երեխա չեք ստանալու, այս երեխան մեր չունի, իրա մերը մեռել է։ Ինձ տուրելի ծաղիկները։ Ժենի, ես ես վերցրել եմ ձեռքիցդ, որ քո ձեռքերը ընդհանրապես ծանրություն չզգան։ Ինձ թվում է դու ծիծաղում ես ինձ վրա։ Ուզես մի հատ երգեմ, որ հավատաս չեմ ծիծաղում։ Հանկարծ չերքես։ Ինչի՞։ Որովհետև ոնց ստեղ կանգնելու ես երգես։ Հա ինչ կլինի, որ ամաչում ես դու։ Չէ, քո համար եմ ասում։ Քո մասին եմ մտածում։ Ինձ թվում է քեզ հաճելի չի լինի կանգնել փողոցում եւ երգել։ Ես էլ ուզում եմ իմանաս, թե ես ինչերի եմ պատրաստ քեզ համար։ Ես քեզ հավատում եմ, իզուր ջանքեր մի գործադրի։ Մի հատ տուր դա։ Դե հանգիստ քայլիր։ Ասում եմ ինչ լավ է էլի, որ երկուսս էլ քաղաքի կենտրոնում եք ապրում։ Ես իմ չի ասի, մի տեսակ աղմուկը ոնց որ շատ է։ Անընդհատ ոնց որ ականջներիդ մեջ լինի, չես կարողանում լիարժեք հանգստանալ։ Համաձայն եմ, բայց ես այդ առումով չեմ ասում։ Ուղղակի կարանք ոդկով գնանք ու ես քեզ ճանապարհեմ տուն։ Տաքսու վրա փող չեմ ծախսում, էլի շատ։ Եվ ով է խոսում։ Ես չեմ կարծում, որ դու փողին տուրք ես տալիս։ Հակառակ դեպքում ես քեզ հետ չէի հանդիպի։ Տանել չեմ կարողանում, երբ տղամարդը առատաձեռն չի լինում։ Եվ վերջում էլ ավելացնեմ, որ ես ինձ ավտոբուսի մեջ էլ ված չէի զգա։ Ժողովրդական եք։ Ես իմ դու ասա։ Դե հա էլի, որ ժողովրդական չլիներ, ինձ վրա ուշադրություն չէր դարձնի հաստատ, որովհետև ես էլ ժողովրդի ծոցից դուրս եկած տղա եմ։ Որ իսկ կարգախոսն է, սերտել եմ։ Ասում ես դուր են գալի, հա, քեզ առատաձեռն տղամարդիկ։ Իսկ որ մի աղջկան դուր չի գալիս, բայց նախ եւ առաջ մարդը պետք է հոգով առատաձեռն լինի։ Ես համ հոգով, համ սրտով, համ գրպանով շատ չեղավ քեզ։ Ոնց որ մի քիչ սխալ հասկացար ինձ։ Ես գումարը նկատի չունեմ, ամենևին։ Մարդը կարող է քիչ գումարի դեպքում էլ առատաձեռն լինել եւ ճիշտ հակառակը։ Ինչպես օրինակ այսօր տես, ինչքան շատ ունեն, այդքան ավելի ժլատ են։ Հա, համաձայն եմ։ Բայց դու արխային, ես այդ հարցում քավորին եմ քաշել։ Աղա, կամեցող, ամեն առումներով։ Ամեն ես էլ չեմ սիրում հաշվենկատ մարդկանց։ Ինչ հիացած ես դու քո քավորով։ Հա, բա մի հատ լավ առիթ լինի կծանոթացնեմ ձեզ։ Լավ, ինքը քո քավորն է, բա ինձ որպեսով ես ներկայացնելու։ Դե որպես իմ ընկերուհի կամ հարսնացու, բայց եթե վստահ լինեմ, որ այդ լյովիկը էլ չկա։ Իմ տղան մնում է մեր հետ, դա իմ որոշումը։ Երեխու մայրը ես եմ։ Տոլասի է, դու շատ փոքր մարդ ես, որ որոշումներ ընդունես, մի հատ էլ ստիպես, որ այդ որոշումները ես ընդունեմ։ Դու կապիտ չոտը երկարացրիր, է։ Դավայ վերցր աղջկա, դավայ եղեք ստեղից։ Աղջկադ վերցրու գնա։ Միայն երեխուս հետ։ Դու երեխա չունես, ասեցի։ Ես երեխուս կստանամ ու կգնամ այստեղից։ Երեխա չես ստանա, իմ երեխան չի կարա քո պես մամա ունենա, հասկացար ինչ եմ ասում, արա։ Ինչ։ Տոլասի է, սա դիակատ կփռեմ այդեղ քեզ մի քիչ խելոք պայի ու հավաք։ Հոп, չես հասցնի, ես քեզ ավելի շուտ ստեից դուրս կշպրտեմ։ Դա չի պապա ջան, մենք քաղաքակիրթ մարդ ենք։ Տուր ես պիտի գրկեմ երեխուն։ Ձեռնդ հեռու քաշիլը։
Իսկ ես խորհուրդ կտամ Կարպիչ, դիմի դատարան։ Մարդ ես, կարող է ինչ-որ բան կարենաս անես։ Մեկ էլ հա, այդ դատարանով, որ ինձ բաժանես, քո ես անբարոյական աղջկանից շատ շնորհակալ կլինեմ։ Մեզնից անբարոյականը դու ես։ Դու ես փողոցներում սիրուհիներ պահում։ Դու ես երեխուն անգամ գրկելու իրավունք չունես, տուր ինձ։ Մնաս բարով։ Ու երեխուն տուր ինձ։ Քեզ հետ եմ։ Սենյակում փակելով չես գողանա ինձնից։ Կարպիչ, վերցնում ես աղջկատ, ուղղվում եք դեպի դուռը։ Մենակ աղջկաս չէ, աղջկաս ու թորանս։ Այդ դեպքում ես կգնամ, իսկ դռան տեղ ինձ ցույց տալ պետք չի, ես ճանապարհը կգտնեմ, Յուրիկ։ Երեխեն մնում է մեզ մոտ, որդիս իր երեխուն կմեծացնի, իսկ աղջիկը իր ընտրությունն արել է։ Բարև ձեզ։ Դուրս արի ստից, դուրս արի։ Գնում եմ, էլ դեմ մի ինքի, գնում եմ։ Սպո բաց դուռը։ Ինձ երեխեն ա պետք, բաց։ Քեզ հետ եմ, սպո։ Կգավորն ու դու ինձ կհասկանաս տոս։ Ես չէի կարող ուրիշ ձև։ Դու պիտի օգնես ինձ ապրել։ Այդ դավաճան անարժան մորից հետ դու ինձ համար կյանքը միայն դու ես իմաստավորել։ Սպո բաց դուռը։ Դու այդ բանա վեր կաց։ Ես սուտ ազնվականները ովքեր են, որ դու եկե չոքել ես սրանց տանը։ Դու ես կորած ազնվականն ասում ա, որ ստեից ռատներդ քաշեք։ Մենակ թորանը ստանալուց հետո, Յուրիկ, թորանը ստանալուց հետո, իսկ քո այդ դեբիլ տղու քթերից ես բերելու եմ երեխուս այսօրը հասցնելու համար։ Մամ, խնդրում եմ Սպարտակին համոզի թող երեխուն տա։ Դու մայր ես, դու ինձ կհասկանաս, դու քեզ ոնց կզգայր, որ քո երեխային գողանային քեզնից։ Սպարտակս երեխուն չի գողացել։ Այդ դեպքում ինչի չի տալիս երեխուն։ Դու քեզ արժանավայել կնոջում որպես չպահեցիր աղջիկ ջան։ Դու մնում էր, որ հիմա սաղ բալայաններով հավաքվեք ինձ խորհուրդ ու խրատ տակ։ Դու ով եղաք դուք վաբշե։ Մեղքի մեջ թաթախված մի ընտանիք ինձ եք խորհուրդ տալիս։ Իսկ ես ինչ եմ արել։ Ինչ եմ արել, բացի ձեր աննորմալ որդուն անընդհատ սիրելուց ու ներելուց։ Սիրող մարդը դեռ ամուսնացած նրա հետ։ Այդքան արագ մեկ ուրիշին չէր փնտրի։ Հատկապես այն մեկին, ով լինել է քեզ հայտնի է։ Ես մտածում եմ միայն ձեր տղան ա գժվել։ Պաստորեն բոլորդ գիժեք։ Սպո բաց դուռը։ Ես կգնամ միայն երեխուն վերցնելուց հետո, բաց։ Կարպիչ, դուռը բաց է։ Այդ հիմա քաջը լսում ա, չէ, այստեղ ասված ամեն բառը։ Ուզում ես անենց մի բան ասեմ, որ վազելով դուռը բացի։ Այդ սենակի բանալին ուրա։ Բեր դուր թող բացի դուռը, մտնի ու ինչ-որ սրտի մեջ կա թող ասի։ Դու պետք չի բանալի բերել։ Հերիքա ես ասեմ տանոնով ա, ու տաղ այդ վազելով դուռը կբացի։ Յուրա։ Կարպիչ, ինձ մեծ լավություն արած կլնես։ Եթե որդուս ասես, թե ովա տանոն, ես անընդհատ ուզում եմ դա անել, բայց չեմ կարողանում։ Սա հանակ չի անում, իսկ ես վերջին հաղթաթուղթս կկորցնեմ։ Ում ես սպասում, դե մտի ասա։ Ես օրենքի մարդ չեմ, Յուրա, բայց օրենքով եմ գործելու։ Ես օրենքով կստանամ իմ թորանը, օրենքով։ Դուք դեռ դա կտեսնեք։ Ու մենակ այս թորանս չէ, ես Մաքսին էլ եմ տանելու, Մաքսին էլ, դեռ ուր եք։ Մենք Մաքս չունենք, դու ունեիր, են էլ աստված տարավ։ Գնանք, Վալես, գնանք, ես անաստված մարդկանց տնից արի։ Առանց երեխու ես ոչ մի տեղ չեմ գնա։ Ես այդ երեխուն դատարանով կստանամ, հավատա ինձ արի։ Ես հիմա եմ իմ երեխուն ուզում պապ։ Այ բանամ, հավատա ինձ, ես քեզ ասում եմ, մենք այդ երեխուն կստանանք, հավատա ինձ, արի գնանք։ Արի։ Մնացել էր այդ բոմժ տանում քեզ գրկեր։ Շնորհես մենակ գրկելով որ պրծնեինք էլի լավ էր։ Արեսի համամախ բերես։ Շոխորի մեջ ոնց է քնարտան աշան։ Արի, Վալես,
Յուրիկ, կհանդիպենք դատարանում։ Ես ձեզ մռմռացնելու եմ։ Դեռ ուրեք, 2 թոռիս էլ վերադարձնելու եմ։ Մինչև ձեր կյանքի վերջ զուրկ եք մնալու նրանցից։ Գնանք։ Давай. Սրանից հետո քեզ սենց պիտի տեսնենք։ Չհասկացա։ Ինչ ես տղայթվում։ Վիճակ իրոնիա պետք չի հաստատ։ Ես ուղղակի հոգնել եմ մեր բոլորի տխուր հայացքներից։ Վիճակ ես էլ սենց չեմ կարող, ես պիտի զանգեմ իմանամ ինչ եղավ։ Ումից ինչ ես ուզում իմանաս։ Կավորի աղջիկը վատ վիճակով գնաց բալայնեստուն երեխուն ետ վերադարձնելու։ Բայց իմանամ ինչ եղավ վիճակ։ Բայց ո՞նց իմանաս։ Արա մենակ չասես, որ Քավորի աղջիկը համարը վերցրել ես։ Վիճակ ձեր պահվածքի մեջ ինչ-որ մի հատ վատ բան կա, որը իմ դուրը չի գալիս։ Դուք շատ ագրեսիվ եք ընդունում իմ քայլերը դեպի Քավորի աղջիկը։ Որովհետև մենք ավելի լավ ենք հասկանում ու գիտակցում, թե ինչի կարա բերի այդ քո Իմ ինչ է կասես։ Ես ընդհանրապես նորմալ շփվում եմ այդ աղջկա հետ։ Պետք չի տողատակեր փնտրել ինչ-որ, ու հաստատ եթե փնտրեցել չես գտնի։ մի տողատակ կա, այդ քո սերն է։ Որը ոչ մեկի գործը չի, ու ոչ մեկի չի խանգարում։ Ես գիտեմ, որ իմ ու Էմիլիի ուղիները չեն կարա կյանքում խաչվեն։ Այ ես հենց էդ էլ ուզում էի լսեի։ Ես չեմ ուզի մոտդ հասնի այն աստիճանը, որ քո զգացմունքները հաղթեն քո բանականությանը։ Ում ես զանգում կասես։ Քավորին։ Չիմանամ երեխուն վերադարձրես թե չէ։ Մտածել ես ինչ բացատրություն ես տալու Քավորին, որ գնացել ես Ծաղկաձոր։ Հա։ Չի պատասխանում։ Կատաղած է վրեդ։ Կամ էլ երեխուն են փորձում վերցնեն բալայաններից։ Մերսի։ Կյանքում մի անգամ գոնե ինձ հասկացար ու իմ կողքը կանգնեցիր։ Տղա ջան, ուժով ու համառությամբ ոչինչի չենք հասնի։ Պապա ջան, եթե խորհուրդ ես տալու, որ երեխուն տամ, ասեմ, որ շուրանիմաշ ժամանակի կորուստ է։ Բայց կարպիչը սպառնաց, որ դատարան կտա, ու դատարանով երեխուն կվերցնի։ Թոտա, մամա ջան։ Թոտա ու վերցնի, եթե կարը։ Այդ ես եմ իրենց խորհուրդ տվել, որ տան դատարան։ Տղա ջան, բայց դատարանը մորը կտա երեխուն։ Հա, կտա, եթե մեռնեմ ես, բայց ես հələ որ չեմ պատրաստվում մեռնեմ։ Տղա ջան, իմացի, որ ես միշտ քո կողքին եմ։ Կարող է դու իմ օգնությունը չես ուզում, բայց ես ուզում եմ, որ ամաչում եք իմ համար։ Բայց դու ինչ ես արել, որ մենք ամաչենք։ Պապայի պրոգնոզը ճիշտ էր, մամա ջան։ Ահա, ճիշտ էր, ոնց էր ասում, հալալ է այդ տղուն։ Իրոք հալալ է այդ տղուն։ Այդ տղեն հասավ նրան, որ ջեբկիրի աղջիկի իրանն է հիմա։ Ճոտկի, հալալա, կարաս գնաց մի հատ դու կայնես, ասես տղա ջան, հալալա քեզ։ Կամ էլ ես եմ էշ, այսինքն mən չգիտեմ, էշ եմ, կոտոշա, որ աննասոնն եմ, ինչ եմ, չեմ ջոգում։ ձենդ գլուխդ մի քիչ երեխան քնած է։ Այդ տղեն երբեք չի կանգնի քո կնոջ ճանապարհին։ Ես կին չունեմ ու չեմ էլ ունեցել։ Սպարտակ։ Եթե խորհուրդներ պտի տաս, մամա ջան, դու էլ կարաս հետևես պապա ջանի օրինակին։ Սպարտակ ջան, ես միշտ քեզ հետ եմ։ Միշտ պատրաստ եմ քեզ օգնել ու իմացիր, ճիշտ թե սխալ, ես միշտ քո կարծիքը կկիսեմ։ Կյանքս դարձել է մեծ ողբերգություն։ Որդիներս ինձ ուզում են գերեզմանի չեսնել։ Եվ եթե անեն դա, ես միայն շնորհակալ կլինեմ։
Հա, լավ դե դու սար այդ վիճակից։ Իմ աղջկան սազական չի այդ վիճակում գտնվել է, այդ սոկը խմի հանգստացի։ Լավ է։ Պապ, դու քո մասին ես մտածում բալայաններն իրենց։ Դուք մենակ անվան կռիվ եք տալիս։ Այդ անուններն ինձ հետաքրքիր չեն։ Ինձ մենակ իմ երեխան է պետք, որին Սպարտակը գողացավ։ Այդ լավ ասեցիր։ Գողացավ։ Իսկ գողերը պատժվում են, հաստատ։ Որ օրենքով։ Այն օրենքով, որի գլխին Բալայան Յուրին ա կանգնած։ Լավ էլի այ բալա։ Օրենքը այս երկրում Յուրի Բալայանով չի սկսվում ու ավարտվում։ Պապ, առանց երախոս ես չեմ կարող։ Դու հանգիստ եղի բալես։ Ես չեմ թողնի, որ այդ Բալայանները ծաղրեն մեզ։ Սկզբում Մաքսս, հիմա էլ քո տղեն։ Ես դրանց հաստատ պատժելու եմ, հաստատ։ Պապ, ինձ իմ երեխան ա պետք, ոչ թե նրանց պատիժը։ Էլի սկսեցիր խղճալ դրանց։ Ատում եմ ես Բալայաններին, բոլորին անխտիր։ Լավ է։ Լավ է, որ ատում ես։ Այդ ատելությունը վառ պահի քո ներսում։ Դա մեզ կօգնի շուտ հասնել մեր նպատակին։ Իսկ մեր նպատակն ինչն է։ Երեխուն վերադարձնելը։ Լավ է։ Առանց երախոս անցկացրած ամեն մի վայրկյանը ավելի է ուժեղացնելու ատելությունս։ Ապրես։ Լավ է, այդպես էլ մինչև վերջ անկոտրում պիտի մնաս, որ մենք կարողանանք երեխուն վերադարձնել։ Դատարանի միջոցով։ Ու ես պատժելու եմ դրանց։ Դու այդպես մնա անկոտրում։ Երախոս վերադարձնելու համար ես ամեն ինչի պատրաստ եմ։ Դրանց գլխի մինչել բերես քիչ է։ Մենակ չխղճաս դրանց։ Պապ, եթե ինքը ինձ սիրեր, ինձ հետ նման ձևով կվարվեր։ Այբալա, ես քեզ ավելին ասեմ, եթե ինքը սիրեր, դուք ընդհանրապես այս վիճակում չէիք հայտնվի։ Ինքը այնքան մանր ու ճախճի մտածելակերպ ունի, որ իրանից ամեն ինչ էլ սпасել կարելի է։ Սերը այ քոնն է, որ ամեն ինչ ներում է իրան։ Ու բոլորին իր արշինով է չափում։ Մտածում է բոլորը իր նման են։ Եթե ինքը կարողացավ ինձ դավաճանել ու երեխա ունենալ, դե ինչ ա եղել, ես էլ տանոյի հետ կարող եմ նրան դավաճանել։ Ոչինչ, ես դրան կչափեմ, այնց կչափեմ, որ իրանց տան ճամփեն էլ կմոռանա։ Ես քեզ ավելին ասեմ, ինքը ոչ միայն քեզ, երեխուն էլ չի սիրում։ Սիրում է, պապ։ Ես քեզ ասում եմ չի սիրում։ Ինքը օգտագործում է այդ երեխուն։ Դի անպայման օրս փչացնի, չէ՞։ Այդ օրդ ինչ կապ ունի իմ պարտքոցի հետ։ Ասի դու ուզում ես թավորել պրոբլեմ։ Նաս։ Թավորի չէ, Բալայանն է։ Բալայանի հետ արդեն ունեմ։ Ոնց հասկանում եմ մենք որտեղ էլ լինենք, դուք մեր անդավաճան հաճախորդն եք։ Կարաս այդ լեզուտ կարճ պահես։ Ընկերներիդ ասա թողիչն են։ Ընկերներս գտնվում են իրենց տարածքում։ Տանում ենք ներքևը գործում ենք։ Բան պետք լինի կանչի։ Գիտեք ինչ դուր չի գալիս, որ դուք գալիս եք ինձ պատկանող տարածք ու ինձ հրամաններ եք տալիս։ Դու ինձ էլ դուր չի գալիս, որ լքսիաբար վազում ես որդուս կնոջ հետևից։ Տղամարդուն հարիր կայլ չի դա։ Դուք չեք, որ ինձ պիտի սովորացնեք, թե իսկական տղամարդուն ինչն է հարիր։ Ես ինչ ճիշտ եմ պահում ու գիտեմ, որն է իմ ճիշտը։ Ու նորմալը։ Դու բանն են որ չգիտես, է։ Դու կյանքում շատ բաց թողումներ ես ունեցել։ Ոչինչ, ես քեզ կսովորացնեմ, կլրացնենք։ Ախը տենց, եթե այդքան շատ ժամանակ ունեք, գնացեք ձեր տղուն սովորացրեք։ Իրան բացատրեք, թե ինչն է կարելի այս կյանքում, ինչը չէ, որն է ճիշտ, որը սխալ։ Դե լակոտ, ես էլ եմ այտենց կարծում։ Բայց հասկացա, որ Սպարտակս քեզանից համ մաքուր է, համ մարդկային է։ Կարա լինի, ձեր տղեն է, բայց ուրիշ ոնց պետք է արտահայտվեք։ Դե լակոտ։ Ես քեզ հայրաբար խնդրեցի, որդուցս հեռու քայլի։ Բայց դու թքած ունեցար իմ խոսքի վրա։ Չէ, թքած չունեմ։ Ուղղակի ես ապրում եմ այնպես, ոնց որ ես եմ ճիշտ համարում։
Իսկ դուք ոչ ոք եք ինձ համար։ Չէ, այսինքն դուք իմ թշնամու հայրն եք, որը ինձ փորձում է հայրաբար լավ ու բարի խորհուրդներ տա։ Ինչքան ցինիզմ կա մեջդ։ Ոչ այնքան, ինչքան որ ձեր որդու մեջ, Յուրի Բալայան։ Ոչ այդքան։ Արա պետք է տանոյին ասենք, որ ինքը Բալայանը։ Թե չէ որ սենց շարունակվեց, կարող է իրար մորթել ու մենք էլ մեր գլխներին ենք հաստատալու, որ ավելի շուտ չենք ասել։ Սպո բաց դուրը, ինձ երեխեն ապետք, բաց, կեզ հետ եմ սպո։ Բալես, որ քնես, մի քիչ քեզ լավ կզգաս, գիտես։ Ուզում ես գնա պարկի, երեխան էլ սենյակում մենակ չի մնացա վտանում։ Ջան, որ սաղ կյանքս քնեմ, մեկը էսից լավ չեմ զգա։ Վայ, ոնց չեմ ուզում քեզ սենց տանջվելուց տեսնել։ Բան չկա, մամա ջան, մի նեղվի, Աստված մեծ է էլի, ոչ եմ մեռնի։ Մեռնելու մասին թող ուրիշները մտածեն։ Ասենք են անբարոյականները, չէ։ Սպարտակ, բայց դու համոզված ես, որ նա քեզ դավաճանում այդ տղայի հետ։ Մամա ջան, խնդրում եմ, էլ չխոսած դրանից։ Լավ, չեմ խոսում։ Ասում եմ, երեխեքին հավաքենք գնանք Սևան, մամա։ Ինչի՞։ Սևան։ Դե լավ, Բալես, եթե ուզում ես գնանք։ Բայց երբ։ Այսօր։ Հավաքվենք գնանք։ Ես դու երեխեք։ Լավ։ Գնամ շոր բանա պատրաստեմ, միջև երեխեքն էլ կարթնանան ու դուրս կգնանք։ Արա դե ցավը տանեմ, արա ճիշտ են էլի ասում, որ Մորիձեյան աշխարհ չկա։ Այն հերս ուր վազես տենասը տենց երևի գնաց են Տանտանինոյի մոտ, չէ։ Բայց լավ էլի Սպարտակ, ինչից որոշեցիր, որ հայրդ գնացել է նրա մոտ։ Չէ, հաստատ գնացել է դրա մոտ, գնացել է որ ասի, հալալա քեզ տանո ջան։ Կավոր ջան, սիրում եմ, որ ցած միշտ անակնկալ ձևով ես գալիս։ Արի մտնենք ներս մի բան հյուրասիրենք, կավոր ջան։ Սպասի, երրորդ դեբիլն ուրա։ Տա։ Ինչ տա, արա, ինչքան պետք է կակազես, կարող է պուլիմյոտ չկես, արա դու, տա։ Վերևում է կավոր ջան, բայց մենակ չի։ Բա ում հետ է։